Փառք Աստծո այսօրվա եւ այս պահի համար, որ այս եկեղեցու մեջ հավաքված գետակելի սուրբ նշան եկեղեցուն միասին աղոթում ենք պատարագի մատուցում։ Իմ երախտագիտություն եւ խոնարհումն եմ բերում Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Արաքել arczepiskopos Քարամյանին, Հավաքել Սրբազանին, որի օրհնությամբ եւ արտոնությամբ այսօրվա օգտագործությունը տեղի ունեցավ նաեւ այս եկեղեցու հովվին Տեր Սարգսին արժանապատի, որը սիրով ընդառաջեց մեր խնդրանքին այսօր այստեղ պատմականների նաեւ այս տարածաշրջանի առնջի հոգեվոր հովին Տեր Սմբատ Քահանա Սարգսյան, Աստված իրենց զորացնի, օրհնի իրենց կարգի մեջ հաստատ պահի եւ այն օրը երբ պիտի կանգնեն Աստծո դատաստանի առաջ բարձրավոր մշակներ ան իրենց։ Ամեն։ Հանուն Հոր եւ Որդու եւ Հոգու Սրբո։ Ամեն։ Եվ Հիսուս Երուսաղեմ ելավ եւ տաճարի մեջ գտավ նրանց, որ վաճառում էին արջառներ, ոչխարներ, աղավնիներ, ինչպես նաեւ լումայափոխներ, որ նստած էին եւ Չվանից խարազան շինեց եւ բոլորին տաճարից դուրս հանեց, նաեւ ոչխարներն ու արջառները, իսկ լումայափոխների պղնձեդրամները ցիրուցան արեց եւ նրանց սեղանները շուռ տվեց։ Աղավնի վաճառողներին ասաց. դրանք այստեղից վերցրեք եւ իմ հոր տունը վաճառատան մի վերածեք։ Նրա աշակերտները հետո շնչեցին, որ գրված էր. քո տան նկատմամբ իմ նախանձախնդրությունը ինձ պիտի ուտի։ Հրեաները նրան ասացին. ինչ նշան ցույց կտաս մեզ, թե իրավունք ունես այդ բաներն անելու, պատասխանեց նրանց Հիսուս եւ ասաց. քանդեցեք այդ տաճարը եւ 3 օրում այն կվերաշինեմ։ Հրեաները նրան ասացին. 46 տարում շինվեց այդ տաճարը, իսկ դու 3 օրում այն վերականգնում ես։ Բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խոսում։ Իսկ երբ մեռելների ցավություն առավ, նրա աշակերտները հիշեցին, թե այդ էր, որ ասել էր, եւ հավատացին գրքին եւ այն խոսքին, որ Հիսուս ասել էր։ Այսօր երրորդ օրն է Խաչվերացի տոնի եւ այսօր եկեղեցու տոն է։ Օրերի մի մասը Խաչի տոներ են, մի մասը եկեղեցու։ Մեր օրերում եկեղեցին դարձել է թիրախ ոմանց կողմից, որպեսզի եկեղեցու վրա հարձակումներ գործեն, այս խնդիրը երկու կողմ ունի, ուժերը կամ այն մարդիկ, ովքեր հարձակվում են եկեղեցու վրա, իրենք իրենց նպատակներն ունեն։ Նպատակը եկեղեցու զորացումը չի, իրենց նպատակը եկեղեցու թուլացումը, եկեղեցու քանդումը, եկեղեցու կազմալուծումը, ժողովրդի աչքի առաջ եւ դրանով, որպեսզի իրենք կարողանան վեր բարձրանան եկեղեցու վրա եւ կարողանան եկեղեցուն տիրապետել այնպես, ինչպես իրենք են մտածում։ Միանշանակ էս է նպատակը։ Այլապես այդ մարդիկ, որոնք իրենց հռչակում են քրիստոնյաներ, են նախանձախնդիր քրիստոնյաներ, սրբություն սիրող քրիստոնյաներ, կմասնակցեին Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության, Սուրբ Խաչի, գոնե տաղաբար պատարագների, տոներին էլ չեմ ասում, ամեն կիրակի պատարագի պիտի գնային հաղորդություն ստանային, այդ մարդիկ երևի կյանքում հաղորդություն չեն ստացել, այսօր խոսում են սրբությունից եւ եկեղեցուն զորացնելուց, այս մարդկանց նպատակ ուրիշ է, բայց այստեղ կա նաեւ հարցի երկրորդ կողմը, որ մեր եկեղեցին մենք իրականում տկարենք, ինչպես ավետարանական հատվածում էր ասում, Քրիստոս ինչ արեց, ասեց եկեղեցին պիտի զորացնենք, մաքրենք, հա? Եվ ինչն է եկեղեցու զորության աղբյուրը։ Աստված պաշտությունը։ Եկեղեցին Աստված պաշտության տեղ է եւ Քրիստոսն էլ հատվածում ասեց. իմ տունը աղոթքի տուն պիտի լինի։ Աստված պաշտության տուն պիտի լինի այս տունը։ Գիտեք, Աստված պաշտությունը այն է, որ անընդհատ այնտեղ Աստծուն են փառաբանում, Աստված են պաշտում, անդադ աղոթքներ անջում, իսկ որ նայում ենք տարիներ շարունակ մեր եկեղեցում աղոթքը կրճատվում է։ Քրիստոսն ինչ ասում։
ասում հոգով եւ ճշմարտությամբ պիտի լինի Աստված պաշտությունը։ Սա իր հիմքն ունի եւ պայմանավորված է ինչ-որ բաներով։ Շնորհ Պատրիարքն ասում է, մեր ընդհանրական աղոթքը, այսինքն եկեղեցում կատարվող պատարագ, ժամերգություն, մկրտություն, պսակ, այս բոլոր ընդհանրական աղոթքի կերպեր են։ Ասում մեր ընդհանրական աղոթքը այսբերգի, այդ մեծ սառցակ բեկորի, միայն ջրի երեսին երևացող մասն է, բայց այսբերգի այդ երևացող մասի տակի շատ ավելի ահռելի մեծ կա մաս կա, որը ջրի տակ է, որը չի երևում, որը իրան պահում է, այդ մասին վերեղող մասին պահում է։ Այս ասում է մեր անհատական աղոթքն է, մեր առանձնական աղոթքն է, ուրեմն մեր առանձնական, մեր անհատական աղոթքը տկար է, որ մեր ընդհանրական աղոթքն էլ է տկար։ Եթե մեր անձնական աղոթքը, մեր անհատական աղոթքը զորավոր լինի, մեր աստվածպաշտությունը զորավոր լինի, մեր ընդհանրական աղոթքն էլ կզորանա, որտեղ մեկով է պայմանավորված մյուսը։ Խնդիր ունենք աղոթելու, խնդիր ունենք հոգևոր ընթացքով ապրելու, խնդիր ունենք ժամանակ տրամադրելու աստվածպաշտությանը, Աստծուն ժամանակ տրամադրելու, աղոթքի, աստվածաշունչ կարդալու, եկեղեցի գնալու, պիտի մենք գտնենք կերպը, պիտի մենք հասկանանք, որ ամենից կարևոր բանը մեր կյանքի մեջ եւ այն ինչ որ մեզ տրված այս աշխարհում ապրելու համար Աստծուն մոտենալն է, Աստծուն երկրպագելն է, Աստծուն ճանաչելն է, Աստծո հետ լինելն է, բայց մենք տարբեր բաների հետ լինում ենք, տարբեր բաների համար ժամանակ ունենք, բայց սրա համար ասում ենք, որ եթե ժամանակը մնա, ավելանա, կկարդամ Աստվածաշունչը, արեկացին կվերցնեմ, կկարդամ, հակառակը պիտի լիներ, մենք մեր աստվածպաշտությունը պիտի լիներ առաջին տեղում, հետո եթե դրանից հետո ժամանակ մնար, մյուս բաները պիտի անենք, եւ այդ ժամանակ մեր եկեղեցու, մեր ազգի ու մեր երկրի վիճակը լրիվ ուրիշ կլներ, եթե գերակա լիներ մեզանում աստվածպաշտությունը։ Եվ մենք պիտի այս ամեն ինչը սկսենք մեզանից։ Գիտեք, հեչ եկեղեցական կամ քրիստոնեական կամ ավետարանական տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Նույնիսկ հոգևորականների կողմից հնչեցվող հեղափոխական մտքերն ու գաղափարները, փոխենք, քանդենք, սենց անենք, բա ի՞նչն է ավետարանական կամ քրիստոնեական տրամաբանությունը ըստիս, այդ ամեն ինչը աղոթքով հաղթահարելը, աղոթքով ուղղելն ու շտկելը, Գրիգոր Լուսավորիչը ոչ մի բան չքանդեց, չջարդեց, չփշրեց, չհայոյեց, Գրիգոր Լուսավորիչը երբ որ մսաղացով աղում էր, եթե կարելի է այդպես կոչվել տրթատը, ինքը աղոթում էր։ Եվ այդ աղոթքների արդյունքում ինքը վիրապից հարություն առավ եւ վեր բարձրացավ։ Եվ իր բոլոր թշնամիներն եկան իր ոտքերի առաջ ծունկի եկան եւ ներողություն էին խնդրում։ Ինչ արեց Գրիգոր Լուսավորիչը։ Ասեց եկեք զոր քաղաքենք տրթատի դեմ պայքարենք, եկեք ասեց համախոհներ ավակենք, չէ, աղոթում էր Աստծուն։ Գիտեք, այս է մեր փոխվելու կերպը, այս է մեր փոփոխվելու վիճակը, այլապես մենք կնմանվենք այս աշխարհին, երբ որ մենք աշխարհային մտածելակերպով, աշխարհային մեթոդներով ուզում ենք մի բան փոխել, եկեղեցին զորացնել, եկեղեցին բարեկարգել, եկեղեցին զորացնելու համար մենք պիտի աղոթել սովորենք, ինչքան ուզում ես փոխի, ինչ կարգ ու սարք հաստատի բան, եթե աղոթող չկա, ինչ իմաստ ունի այդ ամեն ինչը։ Մենք պիտի աղոթենք եւ սովորենք աղոթել եւ աղոթել։ Շատ դժվար բան, աշխարհում ամենադժվար բանը աղոթքանելն է, որտեղ ամեն ինչ խանգարում աղոթքի։ Սկսած արտաքին երևույթներից վերջացրած մեր ներքին միտքը, մտածումները, տարբեր բաներ խանգարում է։ Բայց ովքեր սովորել են աղոթել, ես չեմ սովորել, լսել եմ նրանցից, ովքեր գիտեն աղոթել, այդպիսի մարդկանց հանդիպել եմ, իրանց համար աղոթքից քաղցր բան,
աղոթքից փափագելի բան, աղոթքից սիրելի բան չկա աշխարհի մեջ։ Իրեք ինչի է նման, այս նմանա լողալու։ Երբ որ մարդը լողալ չգիտի, շատ ծանր բան է այդ լողալ սովորելը։ Անդադ ջուրագուտ տալիս, տանջվում է, պայքարում է, որ չսուզվի, չխորտակվի, այլ մարդ ասում է, այս տանջանք է։ Ու շատերը դրա պատճառով այլևս ջուր չեն մտնում եւ ամբողջ կյանքում լողալ չեն սովորում։ Բայց նրանք, ովքեր այս փուլը հաղթահարում են, այդ դիմանում են, այդ ջուրգուր տալուն, այդ չարչարանքին, թևերը հոգնում է, ոտքերը հոգնում է, անընդհատ այդ վախերը, որ հիմա կսուզվեմ ջրի տակման, ովքեր հաղթահարում են այս եւ արդեն սովորում են ջրի վրա մնալ, հետո մի քիչ ավելի լողալ են սովորում, արդեն այդ լողալուց իրենք հաճույք են զգում, ոչ թե իրանց համար տանջանք է սա, ոչ թե իրանց համար մի ծանր բան է, ճիշտ էսպես, երբ որ մենք էլ սովորենք աղոթել, Աստծո հետ լինելը մեզ հետ կլինի հաճելի, շատ ավելի հաճելի, քան սեղանի շուրջ նստելը, քան գերուխումը, քան աշխարհիկ տարբեր զգացումներ, թատրոն գնալը, կինո նայելը, չգիտեմ ինչ անելը, ուղղակի նստել տեսից տենից խոսելը։ Այս ամեն ինչից ավելի հաճելի կլինի մեզ Աստծո հետ լինելը, Աստծո հետ խոսելը։ Եվ այսօր մենք սրա կարիքը շատ ունենք։ Մեր եկեղեցին շատ կարևոր է մեզ համար։ Առանց եկեղեցու մենք փրկություն չենք ունենալու։ Բայց այդ եկեղեցին մենք պիտի զորացնենք մեր աղոթքներով։ Եկեղեցին կենթանի պիտի լինի, իսկ եկեղեցու կենթանությունը ի՞նչն է, աղոթքը։ Շատ ու շատ եկեղեցական հայրեր ասում են, վանքերը եկեղեցու թոքերն են։ Այսինքն վանք ասացի նկատի ունեն այն առումով, որ այնտեղ որտեղ անընդհատ աղոթքներ է կատարվում։ Մենք աղոթել կսովորենք, երբ որ աղոթքը մեզ համար դառնա հաճույք, ոչ թե բեռ կամ ծանրություն։ Ոչ թե աղոթքից մենք կհոգնենք, այլ աղոթքից մենք կզորանանք, մենք կհանգստանանք, մենք կլիցքավորվենք։ Աղոթքը մեզ կյանք կպարգևի, աղոթքը մեզ ուրախություն կպարգևի, ոչ թե ասենք, այսօր այնքան եմ բազել, այնքան եմ աղոթել, բայց ես հարկ չկա, այլ արդեն ոչ մի բան չեմ կարողանում, աչքերս փակվում են։ Աստծո հետ լինելը չի կարա տենց ազդի մարդու վրա, Աստծո հետ լինելը միայն մարդուն պիտի զորացնի, լուսավորի, ուրախացնի, աղոթենք, առանձնապես մեր առանձնական աղոթքների մեջ փորձենք բաներ փոխել, կարգավորել, որպեսզի մեր ընդհանրական աղոթքները փոխվեն, որպեսզի ընդհանրական աղոթքի ժամանակ մենք անկանենք, նույնիսկ եթե խանան տկարական, մեր աղոթքները իրանց զորացնեն, Աստված կարա անի, Աստծո համար անհնարին ոչինչ չկա, եւ Աստված ամեն ինչ շատ է ուզում, Աստված ուզում է, որ մենք աղոթենք, որ մենք Աստված պաշտենք, որ եկեղեցին, ինչպես այսօրվա հատվածում ասում է Տեր Հիսուս Քրիստոս, աղոթքի տուն լինի, Աստված պաշտության տուն լինի, ուրիշ նպատակ չունենա եկեղեցին, եկեղեցու միակ նպատակը լինի աղոթքը եւ Աստված պաշտությունը։ Բաները պետք է փոխել, բայց այդ բաները մենք չենք կարող ասենք իրես Facebook-ում գրելով փոխենք, միտինգ անելով փոխենք, չգիտեմ ժողով գումարելով, խմբեր կազմելով փոխենք, չէ, միմիայն պիտի լինի աղոթքով, մեր աղոթքներով, Աստծուն դիմելով, մենք չպիտի փոխենք, Աստված պիտի փոխի։ Մի երկու մարդ քայլում են, քարոզիչներ են եւ հանկարծ տեսնում են մի հարբած մարդ ընկած ցեղի մեջ։ Ես մի քարոզիչ իրան շատ է բաց զգում։ Ասում է, ես ինչ արել ես տղան, ես ինչ ապատել բան, ինձ հետաքրքրում, ասում է, ճանաչում ես, ասում է, հա ճանաչում եմ, ասում է, ես եմ իրան դարձի բերել, հիմա ցավ եմ ապրում, որ ես վիճակին եմ, ասում է, եթե Աստված դարձի բերել, մեր այդ վիճակին չենք լինի, մենք ենք ուզում գործեր անել, մենք չպիտի անենք, մենք պիտի խնդրենք, որ Աստված անի ինչ-որ պիտի անի, երբ որ մենք ենք ուզում անենք, ստացվում է հակառակ երևույթ, մարդկային մտքի, խելքի,
կարողության գործեր։ Քրիստոսն ինչ ասեց, մարմինն ու արյունը քեզ չհայտնեց, այլ իմ հայրը հայտնեց։ Հայրը պիտի անի, ոչ թե մենք մարմնի ու արյան գործ պիտի անենք։ Եվ Պողոս առաքյալն ինչ ասում, մեր պատերազմը մարմնի եւ արյան դեմ չի, այլ հոգեվոր զորություն։ Ուրեմն մենք այդ հոգեվոր պատերազմը պիտի կարողանանք մղել եւ հասկանանք այս բանը, գիտակցենք այս բանը, աշխարհի մեջ դերևս փոփոխությունները փորձում են անել իրենց մտքի եւ ուժի զորությամբ, հոգեվոր ոլորտում փոփոխությունները կատարվում են միայն հոգեվոր կերպով, աղոթքով եւ Աստծո միջոցով։ Թող Աստված մեզ բոլորիս ողորմություն անի եւ աղոթելու շնորհ եւ իմաստություն տա։ Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը ամենքիս հետ լինի։ Ամեն